ինչ է իրենից ներկայացնում TRIP-ը կամ այսպես կոչված Թրամփի ուղին։ Դա արդյոք մեզ համար անվտանգության երաշխիք է, թե դա սպառնալիք է մեր անվտանգությանը։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Հիշեցնեմ, որ մինչև այդ պայմանագիրը կնքելը Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղարը ասում էր, որ կա վտանգ, որ Հայաստանը ագրեսիայի ենթարկվի, եւ Հայաստանի շուրջը Նախիջևանում եւ բուն Ադրբեջանի տարածքում ռազմական խաղեր էին գնում եւ շատերը սպասում են, որ տեղի կունենա հարձակում։ Այդ պայմանագիրը կնքելուց հետո պետքարտուղարը ասեց, այլ կա հնարավորություն, որ Հայաստանում լինի խաղաղություն եւ Հայաստանը ագրեսիայի չենթարկվի։ Այսինքն TRIP-ը դա խաղաղության ու պատերազմի մասին է, ըստ Միացյալ Նահանգների տեսակետի եւ ըստ Հայաստանի գործող վարչապետի տեսակետի, եւ դա դրա համար է կնքվել։ Շատ կարեւոր է հասկանալ, թե իրոք դա այդպես է, եւ եթե այդպես չի, ապա ինչ է իրենից ներկայացնում այդ TRIP-ը, ինչի համար շատ կարեւոր է հասկանալ, թե ընդհանրապես աշխարհում ինչ է կատարվում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը վերջերս հանդիպելով Եվրոմիության երկրների հետ ասել է, որ այն հին աշխարհը այլևս չկա, այն աշխարհը, որում ինքը ծնվել է, մեծացել է, հասունացել է, քաղաքական գործիչ է դարձել, արդեն չի գործում։ Եվ պարզ չի, թե ինչ հարաբերություններ են լինելու Եվրոմիության երկրների հետ, այսինքն Միացյալ Նահանգների դաշնակիցների հետ։ Միացյալ Նահանգների դաշնակիցների հետ հարաբերությունը Ռուբիոյի պարզ չի եւ հասկանալի չէ ինչպես է դա դասավորվելու ապագայում, առավել եւս պարզ չի, թե մյուս երկրների հետ ինչպիսի հարաբերություններ են լինելու։ Եթե Ռուբիոյի ասած այդ հին աշխարհը այլևս գոյություն չունի, ապա ինչ աշխարհում ենք մենք ապրում։ Ես կարծում եմ, մենք ապրում ենք ավելի հին աշխարհում, որտեղ Ռուբիոյի ասած հին աշխարհը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որտեղ քաղաքակրթական շղարշ էր տված միջազգային հարաբերություններին, հիմքում դրված էր մարդու իրավունքները, սահմանների անձեռնխելիությունը, պատերազմի ու խաղաղության խնդիրները լուծել միջազգային կառույցներում, հիմա դա չկա։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե այդ հին աշխարհում ենք ապրում, այլ ավելի հին աշխարհում ենք ապրում, որտեղ տեսակետներ կա, որ հիմա մենք ինչ-որ 19-րդ դարի իրավիճակում են գտնվում, որտեղ կային մեծ երկրներ, որոնք միմյանց հետ պատերազմում են գաղութների համար, ազդեցության գոտի ձեռք բերելու համար, հումքի եւ ռեսուրսների համար։ Կա տեսակետ, որ հիմա մենք մտնում ենք արդեն ֆեոդալական աշխարհի հարաբերություններին, որտեղ այլ ընդհանրապես վայրենի օրենքներ են գործում, կա տեսակետ, որ մենք արդեն ավելի հին աշխարհ ենք գնում։ Հիմա որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ինչ օրենքներով է այդ աշխարհը հիմա գործում եւ ինչ է որպես հետևանք իրենից ներկայացնում այս TRIP-ի ճանապարհը, փորձենք մենք ավելի հին աշխարհ գնալ եւ ինչպես պարզվում է, հին աշխարհում տեղի ունեցող այդ օրենքները, օրինաչափությունները, սկզբունքները հիմա վերականգնվում են։ Ամենալավագույն օրինակը դա 9-րդ, 10-րդ դարում ձևավորված իսլամական աշխարհի շատ կարևոր մի հասկացողություն է։ Ընդհանրապես իսլամական աշխարհի հիմքում դրված է շարիաթը, շարիաթի օրենքը, եւ ըստ այդ շարիաթի օրենքները, որտեղ ոչ միայն ներքաղաքական կյանքներ ձևավորում, կենցաղային հարցերն են կանոնակարգվում, այլ նաեւ միջազգային հարաբերությունները, աշխարհը բաժանվում է 3 մասի։ Դարալ իսլամ, այսինքն աշխարհի այն տարածքը, որտեղ իսլամը հաղթանակել է եւ իսլամական իշխանություն է գործում ըստ շարիաթի օրենքների, որտեղ իհարկե կարող են ապրել տարբեր կրոնների ներկայացուցիչներ եւ ապրել խաղաղության մեջ, կատարելով այս շարիաթի դրված պարտականությունները իրենց վրա։ Կարալ Դարալ հարբը դա պատերազմի տարածքն է, որտեղ իսլամական իշխանություն չկա, շարիաթը չի գործում, որտեղ մուսուլմանները վտանգի են ենթարկվում եւ դրա համար պետք է տեղի ունենա պատերազմ։ Եվ կար պայմանագրային տարածք Դարալ Սուլհ,
որտեղ գործում են անվտանգային կանոններ նաև մուսուլմանների համար։ Այնտեղ պայմանագրային հարաբերություններ են գործում։ Օրինակի համար 16-րդ դարից սկսած Դար ալ-Սուլհ էր համարվում Օսմանյան կայսրության համար Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրներ, որտեղ նաև մուսուլմանների իրավունքները կանոնակարգված են։ Այսօրվա աշխարհին գանք, ուրեմն եթե Եվրոպական միությունում օրինակի համար մուսուլմանները, որոնց քանակը գնալով շատանում է, իրենք ունեն իրավունքներ, իրենց իրավունքները հարգվում է, ապա Եվրոպական միությունը դա Դար ալ-Սուլհ է։ Իսկ եթե Եվրոպական միությունում սկսեն ճնշել մուսուլմաններին, այդ էմիգրանտների դեմ պայքարի շրջանակում շատերին հետ ուղարկեն իրենց պատմական հայրենիքը, ապա ըստ իսլամի շարիաթի, ապա Եվրոպան դառնում է Դար ալ-Հարբ, պատերազմի տարած, եւ այդ դեպքում ըստ շարիաթի օրենքներուն բնական է, որ Եվրոպայում կարող են լինել տերորիստական գործողություններ եւ այլն, եւ դա այդ ամեն ինչ արդարացի է ըստ իրենց։ Արդյոք այս կանոնները խաղաղության տարածք, պայմանագրային տարածք եւ պատերազմի տարածք բնորոշ էր միայն իսլամին եւ դա իսլամին էր բնորոշ։ Իհարկե ոչ։ Այդ ամենը իսլամը վերցրել է քրիստոնեական աշխարհից եւ նաեւ հռոմեական կայսրության կանոններից։ Հռոմեական կայսրությունում նույնպես նման հասկացողություններ գոյություն ունեին, այսինքն հռոմեական կայսրությունը դա իմպերիում Ռոմանիում էր, այսինքն հռոմեական տարածքներ, որտեղ գործում է օրենք, որտեղ կային քաղաքացիներ, որտեղ կային ոչ քաղաքացիներ եւ բոլորի իրավունքները կանոնակարգվում են եւ կային բարբարոսների աշխարհ։ Բարբարոսների աշխարհում ամեն ինչ թույլատրել էր, որովհետեւ բարբարոսները օրենքներով չեն ապրում ըստ հռոմեական պատկերացումների։ Եվ նաև այնտեղ կար իսլամական տերմինաբանությամբ ասած Դար ալ-Սուլհ, այսինքն պայմանագրային տարածք։ Պայմանագրային տարածքը դա կոչվում են ֆեոդում կամ ֆեդերացիա, այսինքն ֆեոդում կոչվում է պայմանագիր լատիներեն, կներեք իմ լատինական արտասանության համար իհարկե, եւ դրա լավագույն օրինակը Հայաստանն էր, մասնավորապես Տրդատ առաջի թագավորը, որը Պարսկաստանի շահանշահի եղբայրն էր, որը նշանակվել էր Պարսկաստանի կողմից Հայաստանի շահ կամ արքա, եւ որը իր թագը ստացել է Հռոմում Ներոնի ձեռքերից, այսինքն մի կողմից Պարսկաստանի շահի եղբայրն է, մյուս կողմից Հռոմից թագ է ստացել։ Եվ Հայաստանը պայմանագրային տարածք էր, եւ երբ որ Հայաստանը լինում էր պայմանագրային տարածք Հռոմի եւ Պարսկաստանի միջև, ապա տիրում էր խաղաղություն։ Երբ որ Հռոմը եւ Պարսկաստանը պատերազմական գործողությունների մեջ էին մտնում, ապա Հայաստանը դառնում էր պատերազմի տարածք, Դար ալ-Հարբ, ըստ իսլամական պատկերացումների։ Եվ տեղել նաև Պապ թագավորի տվայտանքներն էին, որը նշանակված էր Հռոմի կողմից, եւ Հռոմի պարտությունից հետո ինքը փորձեց բալանս ապահովել, եւ դա ողբերգական ձևով ավարտվեց, հռոմեացիները սպանեցին։ Հիմա գանք մյուս պատմական շրջանին, արդյոք քրիստոնեական ժամանակաշրջանին դա բնորոշ էր, թե ոչ։ Այո, բնորոշ էր, կար քրիստոնեական աշխարհ, որտեղ գործում էին քրիստոնեական օրենքները, եւ կային աշխարհ, որոնք հեթանոսներն էին։ Հեթանոսների նկատմամբ կարելի էր վարվել ցանկացած եղանակով, այնտեղ օրենքներ չեն գործում, եւ այստեղ ես կբերեմ հետաքրքիր մեջբերում քրիստոնեական աշխարհի ամենամեծագույն աստվածաբաններից մեկի Ավգուստիանոս Երանելիից։ Ինչ էր ասում Ավգուստիանոս Երանելին։ Նա ասում էր, որ պատերազմը կարող է լինել սիրո դրսևորում, եթե այն ուղղված է արդարության վերականգնմանը։ Այսինքն նման պատերազմը դա սիրո դրսևորում է, եւ պատերազմի արդարացման մասին պատկերացում ուներ նաեւ կաթոլիկ աշխարհի ամենամեծագույն աստվածաբաններից մեկը Թովմա Ակվինացին, եւ խաչակրաց պատերազմը ըստ այդ տրամաբանության կարելի է դիտել որպես սիրո դրսևորում, որովհետեւ դա հանուն Սուրբ Հողեր, հանուն Տիրոջ գերեզմանի էր մղվում։ Գանք մյուս ժամանակաշրջանին, ոչ շատ հեռու, 20-րդ դար։
20-րդ դարում իհարկե կար սովետական ճամբարի երկրներ եւ կար այսպես կոչված կապիտալիստական ճամբարի երկրներ։ Ուրեմն կապիտալիստական աշխարհը համարում էր, որ դա ազատ աշխարհն է, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, մարդիկ ունեն ազատություն եւ կային բարբարոսներ, ավտորիտար երկրներ, որոնք սովետական ճամբարի մեջ էին գտնվում։ Սովետական միությունում ճիշտ հակառակն են համարում կամ սովետական միության ճամբարում ասում են այ իրենք մի համակարգ են սարքել, որտեղ կա արդարություն եւ մարդը մարդու կողմից չի շահագործվում, գյուղացիները եւ բանվորները չեն շահագործվում հանուն շահույթի եւ կա կապիտալիստական աշխարհ, որտեղ մարդը մարդուն շահագործում է եւ նաեւ կան գաղութատիրական երկրներ, որտեղ ճնշում են ազգային ազատագրական շարժումները։ Եվ այ իրենց միջև կար եւս երկու տարածք։ Մի տարածքը դա պատերազմի տարածքն էր, որտեղ տեղի էր ունենում մրցակցություն, օրինակի համար Կորեայում, Վիետնամում, որտեղ պատերազմներ էին տեղի ունենում երկու ճամբարների պրոքսիների միջև, Կուբայում Կարիբյան ճգնաժամի ժամանակ եւ կար պայմանագրային տարածք։ Պայմանագրային տարածքային երկրներն են, որոնք կոչվում են չմիավորված երկրներ, այսինքն այդ երկրները նեյտրալ դիրքորոշում ունեին եւ իրենք այդ պայմանագրային վիճակների մեջ էին գտնվում եւ սովետական ճամբարի երկրների հետ եւ այսպես կոչված կապիտալիստական ճամբարի երկրների հետ։ Հիմա հարցը հետեւյալն է. արդյոք այդ ամեն ինչը անցել է, թե ըստ Ռուբիոյի մենք վերադառնում ենք հենց նման հարաբերություններին, ինչպես տեսնում ենք հին աշխարհում, միջնադարում եւ նորագույն պատմության ժամանակ անունները հարաբերությունների փոխվում են, ձևակերպումները փոխվում են, բայց հարաբերություններ ըստ էության մնում են նույնը։ Եվ որպես լավագույն օրինակ ես բերեմ Եվրոմիության 2022 թվականին Եվրոմիության արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսքերը Ժոզեֆ Բորելի։ Ինչ էր ինքը ասում։ Ինքը ասում է, այ տեսեք, Եվրոպական միությունը դա ծաղկող այգի է, իսկ մնացած աշխարհը դա ջունգլիներ են։ Ջունգլիները ինչ է նշանակում, դա տարածք, որտեղ գործում են ջունգլիների օրենքը, այսինքն դա պատերազմի տարածք է, այսինքն դա բարբարոսներն են կամ իսլամական ձևակերպմամբ դարալ հարբն է, պատերազմի տարածքն է։ Մյուս լավագույն օրինակը դրանից ոչ շատ մի քանի ամիս առաջ, երբ որ Միացյալ Նահանգների նախագահը Բայդենը մի մեծ համաժողով էր կազմակերպել, որտեղ այդ համաժողովի ժամանակ ինքը հավաքել էր ըստ իրեն ազատ աշխարհի երկրների ղեկավարներին, դեմոկրատական երկրներին, որին մասնակցում էր նաև Հայաստանը, չէր մասնակցում Ռուսաստան, Չինաստան, Թուրքիա եւ Ադրբեջան, եւ ընդդեմ ավտորիտար երկրների, այսինքն ընդդեմ բարբարոսների, դա Ռուսաստանն է, Չինաստանն է, Իրանն է եւ այլն, հա, այսինքն նման մտածողությունը մենք տեսնում ենք, որ դեռևս մի քանի տարի առաջ գոյություն ուներ։ Հիմա Միացյալ Նահանգներում եկել է նոր իշխանություն, որը հետեւյալ գաղափարն է առաջ քաշել, որ Միացյալ Նահանգները դա կայսրություն է, Միացյալ Նահանգները ունի իր ազդեցության գոտին, հա, արևմտյան մայրցամաքն է, իսկ մյուս տարածքներում ինքը մրցակցության մեջ է Չինաստանի հետ, Ռուսաստանի հետ եւ Թրամփի վարչակազմի վերջին ազգային անվտանգության ռազմավարությունում գրված էր, որ իր մրցակիցը Չինաստանն է։ Իմիջիայլոց գրված էր, որ Ռուսաստանից վտանգներ կան, բայց Ռուսաստանը մրցակից չի։ Եվ կան թշնամիներ, թշնամին բնականաբար տվյալ դեպքում Իրանն է, որը մեր հարևան երկիրն է։ Հիմա այս տեսանկյունից ինչ է իրենից ներկայացնում Հարավային Կովկասը եւ Հայաստանը։ Արդյոք Հարավային Կովկասը եւ Հայաստանը Միացյալ Նահանգների դաշնակիցներն են։ Ըստ փոխնախագահի այցելությանը Հայաստանում, որտեղ կնքվեցին ինչ-որ փաստաթղթեր Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ, որ տեսնում ենք, որ այդ փաստաթղթերը մրցակցային փաստաթղթեր են։
այսինքն Հայաստանում կառուցվելու է մոդուլային ատոմակայան, որը Միացյալ Նահանգները երբեք չի կառուցել որևէ տեղ, եւ այդ տեխնոլոգիաները դեռևս մշակված չեն, բայց իմաստը, որ ռուսական ատոմակայանը փակվի, այսինքն ում ատոմակայանը կլինի, դա կլինի ազդեցության գոտին եւ ռազմական ինչ-որ պայմանագրեր են կնքել, իսկ Ադրբեջանի հետ արդեն ստրատեգիական բարեկամության պայմանագիր է կնքվել։ Բոլորիս համար դա հասկանալի է, որ առաջերտին դա ուղղված է Իրանի դեմ, երկրորդ հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ։ Այստեղից առաջանում է հարց. եթե այս ամենը ուղղված է Իրանի դեմ, ուղղված է Ռուսաստանի դեմ եւ գուցե ուղղված է Չինաստանի դեմ, որտեղ բոլոր այն ճանապարհները, որոնք Չինաստանի հետ առևտրային ուղիներ են ներկայացնում, Միացյալ Նահանգները վերահսկողության տակ է վերցնում եւ նույնիսկ եվրոպական երկրները կամ Կանադան, որը Բրիտանիան նաեւ, որոնք փորձում են Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնել եւ ստրատեգիական հարաբերություններ ձևավորել, Միացյալ Նահանգները ուղղակիորեն սպառնում է։ Այսինքն այստեղ նաեւ կա տնտեսական մրցակցություն։ Ակնհայտորեն Հարավային Կովկասը դա ոչ դաշնակից է, ոչ պայմանագրային տարածք է, որտեղ բոլոր մրցակից երկրները եկել են ինչ-որ համաձայնության, այլ սա պատերազմի տարածք է եւ պատերազմի տարածք լինելու համար պետք է ընդհանրապես մյուս խոշոր երկրները, ում հետ մրցակցում է Միացյալ Նահանգները, չճանաչեն այդ տարածքը որպես պայմանագրային տարածք։ Եվ ահա վերջերս նման հայտարարություններ հնչեցին։ Իրանի դեսպանը Հայաստանում շատ կոշտ եւ ծայրահեղ սպառնալի հայտարարություններով հանդես եկավ եւ ըստ էության ասաց, որ Հայաստանը իրեն պահում է, Հայաստանի ղեկավարությունը այնպես, որ դա շուտով սպառնալիք է ներկայացնում Իրանի հանդեպ եւ նաեւ այդ թրիփի ճանապարհը ինքը սպառնալիք է Իրանի համար։ Նույն նմանատիպ հայտարարություններ հնչեցին Ռուսաստանից եւ ամենահետաքրքիրն է, որ այդ հայտարարությունը հնչեց Ռուսաստանի ազգային անվտանգության քարտուղարի շուրթերով, որը ասում էր. եթե Հայաստանում կյանքի կոչվեն այն պայմանավորվածությունները, որոնք կնքվել են Միացյալ Նահանգների հետ հայտարարության տեսքով, եւ Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից կառուցվի ատոմակայաններ, մոդուլային այսպես կոչված, ապա դա սպառնալիք է տարածաշրջանի համար, սպառնալիք է իրենց համար, սպառնալիք է հայ ժողովրդի համար։ Այսինքն Հայաստանը տվյալ դեպքում հանդես է գալիս արդեն որպես պատերազմի տարածք, այսինքն այն մոդելը, որոնք կար իսլամական աշխարհում, Դար al-Հարբ, որը կար հռոմեական կայսրություններում, բարբարոսների տարածք, քրիստոնեական աշխարհում, հեթանոսների տարածք, այսօրվա աշխարհում, որը կարող է կոչվել ավտորիտար երկրների դեմ պայքարի տարածք, եւ առաջանում է հարց. թրիփի ուղին ինչ է իրենից ներկայացնում։ Թրիփի ուղին իրենից ներկայացնում է սպառնալիք կամ այն երկրները, որոնց մոտով կառուցվում է, համարում են սպառնալիք իրենց համար եւ նաեւ ռազմական սպառնալիք։ Հայաստանի գործող վարչապետը 20 թվականի պատերազմից հետո ելույթ էր ունեցել ազգային ժողովում, որտեղ հայտարարել էր, որ ինքը վստահ չի, թե Հայաստանի պետականությունը մի քանի տարուց հետո կլինի, թե չի լինի։ Սակայն ինքը մի բան է մտածել, որը չի կարող ասել ազգային ժողովում եւ նաեւ հանրությանը, եւ իր մտածածը կարող է թույլ տալ, շանս տալ, որպեսզի Հայաստանի պետականությունը կարողանա գոյատևել։ Ըստ էության Հայաստանում կա մի վարչապետ, որի քմահաճույքին է հանձնված խաղաղության եւ պետության հարցը, եւ մեր բոլորի ճակատագիրը Բախտի քմահաճույքին է հանձնված։